Անհանգիստ։ Շուտ արա թուղթդ պահի, շուտ արա եկամ։ Ես բավական հետաքրքիր աշխատանք եմ գտել։ Կարելի է բիզնեսով զբաղվել Երևանում։ Ես ուզում եմ գնամ քո հետ շոփինգի։ Ճիշտ բաժին ենք եկել, տղամարդկանց բաժին, որ ընդհանրապես մերը չի էլի։ Ես եկել եմ Al-Nasr Square, այս պահին ինձանից ձախ կտեսնեք պատկեր, որը որ բնորոշ չէ Դուբայի մեր պատկերացումներին։ Սա ավելի ինձ դուր եկավ։ Չմոռանանք, որ շատ կարևոր է նայել նաև զեղչով բաներ, որտեղ հիմա խանութներում մեծ զեղչեր են իդեպ։ Քեզ բերել եմ Tiffany-ից, ամենաթանկ զարդը առնեմ։ Եթե հարմար գին եղավ, 100,000 դրամ եղավ, կվերցնեմ։ 625,000. Հա։ Այս շքեղությունից հետո, որ հիմա տեսնում եք Լուիզայի ու Հայարփի մոտ, տեսնում ես այս պարզը հասարակը։ Եթե դու ինչ-որ մի բան ուզում ես, անպայման պետքա քո վրա կրես։ Ավելի հարմար տեղ չեմ կարող գտնել սուրճ խմելու համար, մեզ բարի ախորժակ։ Օրվա լավ ավարտը մենք անում ենք համով ու տելով։ Այսօր ես ունեմ յուրահատուկ հյուր, ում հրավիրել եմ Դուբայ ինձ մոտ։ Դա իմ հարազատ եղբայրն է, Վարդանը։ Նկարահանման օրը փետրվարի 7-ն է, եթերը չգիտեմ երբ է լինելու, փետրվարի 7-ը դա Վարդանի ծննդյան օրն է։ Ես նրան հրավիրել եմ Դուբայ, ասել եմ Տոմսը քո վրա, մնացածը իմ վրա։ Նա չգիտի ինչ կարգավիճակում եմ ես գտնվում Դուբայում, եւ նա հիմա պետքա գա։ Թե ինչ կստացվի, եկեք քիչ հետո իմանանք։ Գնացինք։ Հետաքրքիր է ինչ է ստացվելու, չգիտեմ, բայց որ Վարդանը անակնկալի է գալու, դա հաստատ։ Շատ մեծ ակնկալիքներով է գալու։ Չեք հավատա, բայց հենց հիմա ես գտնվում եմ Սաֆարիում, սա իմ երազանքներից մեկն է եղել ու ուրախ եմ, որ ես ունեմ այդ հնարավորությունը ու շնորհակալ եմ շատ Trip Group Travel ընկերությանը։ Մերսի շատ, այս ինչա սրտի կա, իսի ռախի դա էլի։ Հաղորդման գործընկերն է Trip Group Travel-ը։ Բացահայտիր Էմիրատները Trip Group Travel-ի հետ։ Շատ ուրախ եմ, երջանիկ եմ, Վահե հետաքրքիր չի ինչով է զբաղված։ Հիմա հենց այս պահին ես վայելում եմ իմ լավագույն կյանքը, որովհետև ես գժվում եմ այս պահի համար, որովհետև ես շատ ուրախ եմ։ Let's go! Ուրախ եմ, որ հենց ես եմ հաղթել, Վահե ջան, շնորհակալ եմ, որ դու կրվել ես։ Այստեղ կարաժինիայի երաժշտությունն է, չէ՞։ Ո՞նց ես։ Շատ լավ, դու ո՞նց ես։ Ոնց է տրամադրությունը, շնորհավորում եմ ծնունդդ։ Ապրես շատ։ Ես իմ եղբորը 3 տարեկանից հիշում եմ, դեռ որ ինքը այսքան էր։ Եկել եմ Դուբայ ծնունդս նշելու, աղբերս հրավիրել է։ Ինչ ես ակնկալում լասա։ Լողափ, արև, խմիչք, լիքը ուրիշ բաներ։ Լիքը ուրիշ բաներ լինելու է, դա վստահորեն կարամ ասեմ։ Ես սպասում եմ դրան։ Գնացինք։ Գնացինք։ Առանց մեքենայի, հասարակական տրանսպորտով, մետրո, ավտոբուս։ Նորմալ է, գնացինք։ Դուբայում կարա լինի։ Մենք չէինք կարող Դուբայը համարել Դուբայ, եթե ինձ չորոշեին վաճառել մի 100 ուխտի հետ։ Շնորհակալություն, էլ ինձ չեք տեսնի այսքանը։ Ինձ հենց նոր ասացին հավաստի աղբյուրներից, որ 100 ուխտի մասին չէ խոսքը, 500 ուխտ, кто больше։ Ոչ մեկ, սա վերջի կադրերն է, որոնք դուք տեսնում եք ինձնով, սիրելի ընտանիք, սիրելի ընկերներ, էլ չենք հանդիպի։ Իսկ ես ոսկերերի մեջ կապրեմ, երևի թե։
Դե վարջան, լավ է որ եկար Դուբայ։ Նենց եմ սպասել, որ ծնունդս նշելու եմ Դուբայում։ Շատ ապրեսել, երազանքս էր, ես այդանք պլյաժ, տաք եղանակ, ջուր, խմիշք, իդեալական անելու ամեն ինչ։ Հա, վարջան, հա, լողափը կա, խմիչքը կլինի, ուրախ ժամանցը կլինի։ Դե մի հատ տեղ կա, ուղղակի մտնենք այդտեղ, նոր գնանք։ Գնացինք։ Հա։ Ոյ մի շարժավի, հələ ինչի լարվար սենց։ Իչի սուսես դու լարվար վրաս։ Երեխեք թքելու վրես, էդի վատա։ Արի ստեղ էլ հա բեր։ Օ գուբը։ Տեքնա, let's go։ Let's go։ Մի կանգնի, էսի սաղ թքերը հանելա վրես ա շուր տալի։ Էսի տենց էր, չէ՞ որ մերնում ես, չէ՞։ Գնաց, Ոյ, ես ինչ է դժվար է վրեն գնալը։ Եթե կարաք որոշ մի բանը ոգնեցիք, եսի դժվար ուղտ էր։ Մի քիչ զոռ է գնալը։ Գնաց, կլնի չգնա։ Հիմա ընգնում ենք ես մեքենաների տակ։ Այդ ղավոտ։ Դոնայում ես ուր ես տանում, լսի։ Ձեզ էլ ասես դժվար, ասմա հա, սիրելի հեռուստադիտող, հրաչը ինձ համար տեսահոլովակ է նկարելու ու այդ տեսահոլովակը լինելու է շատ լավ, ինքը խոստացել է ինձ, որ հենց այսօր է նկարվելու այդ տեսահոլովակը, մի հատ ընտիր երկի տակ երեխեք։ Հրաչ ազգանունդ ոնց էր Մուրադյան։ Հրաչ Հարությունյան, լավագույն օպերատորը, այո։ Վայ, այսօր տանջանք եմ քաշ։ Thank you, ուй, thank you։ Փախի Սուզի, փախի, շուտ արա փողը չենք տվես, շուտ արա աղջի, շուտ արա։ Տես, Նման չի այդքան լողափի, հա ոնց որ։ Դե ոնց ասեմ։ Ա դուխով քայլի, որովհետև մի վախեցի կեղտոտվելուց, հեսա մտնելու ենք ես թողոբոյի մեջ շինարարության։ Այս օրերին մենակ իմանաս ինչերի մեջով եմ անցել։ Իսկ պարտադիրը ես էլ քրքաշ կարգավիճակում ելնեի օրինակ։ Պարտադիր էր, որովհետև մենք աղբերներ ենք։ Мы с первого класса вместе. И что мы делаем? Мы отвечаем тоже вместе. Ոնց ասես։ Բրիգադա։ Տանջվելու ես աղբերից, գնացինք։ Ստեղ օրավճարով պետք է աշխատենք։ Դրա համար էի ասում, որ իզուր սենց դու եկար։ Hello my friend. Hello։ Ինչ սիրունա, չեմ հավատում։ Այս ինչ ադրենալինա։ Մամա, այս կարանք ցույց չտանք ես վիդեոները։ Դե Վարդան ջան, մենք պետք է այս ճանապարհի եզրը կարգի բերենք ու տեսնենք ինչքան կվաստակենք այս աշխատանքի համար։ Դու էլ հանի ես քո Hugo Boss-ը, ասեմ ավելին, հանի քո հեռախոսները։ Դե ինչ ասեմ։ Պետք է փորձենք քանդել այս կողքը ու հավասարացնել, որպեսզի ստեղ մայթ դառնա։ Գնացինք, Վարջան, գնացինք։ Հիշում ես վերջին անգամ երբ ենք սենց աշխատել աղբերներով։ Ասեմ երբ։ Մեկ տատի հողամասում ենք սենց աշխատել։ Այդ Դալմայի այգիների կողքն էր Մալացիայում ու այդ 90-ականներին հողամասում էր։ Ուղղակի այնտեղ չենք աշխատում փող աշխատելու նպատակով։ Տատին ենք օգնում։ Շատ շոկ է, հա, բայց ոնց որ։ Շոկը շատ շոկ է, բայց հիմա էս գործը ինչ ասեմ։ Պատկերացնում եք այս շոկին, այս եղանակին, արդիկ 6-7 ժամ, 8 ժամ աշխատում են։ Երևանում այս աշխատանքի համար վճարում են օրը 10-ից 15,000 դրամ երևի։ Այստեղ իհարկե շատ են վաստակում, ամենայն հավանականությամբ մինչև 30,000 դրամ կաշխատեն։ Աշխատանքի վերջում կիմանանք։ Առասարակ սեփական ֆիզիկական ուժով աշխատանք է, սա արժեզրկվել է, հիմա այդքան շատ չեն վճարում, այդ ամեն ինչի համար։ Սա աշխատել է նայեք, գործարը։ Շատ շոկ է, շատ։
Հիմա մենք արդեն սաֆարի ճամբարում ենք, կարծում իհարկե տպավորություններով, ինչն եք հավանել, ինչը չեք հավանել։ Այս եզրափակիչ փուլն է, տուրի վերջում գալիս են տուրիստները, շոու ծրագիր, ընթրիք, վաճառքի տեղեր կա, մի խոսքով շատ բաներ կա այստեղ անելու, ավելավա ինքներդ գաք, տեստեք ինչ կա, կօգտվեք, հաստատ չեք փոշմանի։ Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Trip Grip Travel ընկերությանը։ Այսքան լավ, այսքան հաճելի, այսքան լավ մթնոլորտով, այսքան լավ վերաբերմունքով մեզ դիմավորել են, ուղեկցել են, այս սիրուն, լավ Դուբայը ցույց տվել են եւ ջանից քեզ առանձնահատուկ շնորհակալություն, որովհետեւ հիմա Իսպանիան այստեղ դու ես մեզ հետ, բայց ես վստահ եմ, որ քո մեջքի հետևում այդ դուք մի մեծ լավ թիմ եք։ Իհարկե, եթե չլինի թիմը, ոչ մի բան լավ չի կարող լինել։ Ինձ համար սաֆարին, որ լավ սաֆարի լինի, իրոք ինչ-որ երազանքներից մեկն է եղել, ու սենց այսօր սենց շատ լեցուն, շատ հավես, ես ամբողջ ընթացքում դրա մասին քեզ ասել եմ, ու իրոք, երբ որ դուք գաք Դուբայ, խնդրում եմ, պահանջում եմ, հորդորում եմ, անպայման եկեք սաֆարի։ Եթե իհարկե սիրում եք ադրենալին, ես շատ եմ սիրում, իսկ սա ադրենալինը եմ, որ հասնում է ամենաբարձր կետին։ Շատ շնորհակալ եմ նախ այս հոգատարության համար, վերաբերմունքի համար, որը որ ինձ թվում է շատ կարևոր է։ Երեխեք, ինչ ասեմ, շատ լավ է։ Շատ լավ։ Կլինի վաղն եկեք։ Իհարկե։ Իսկ մյուս օրը։ Մյուս օրը կմտածենք։ Տանջը վարարա։ Ինչ Դուբայ արա։ Հիմա տունը նստած կլնեի, շերեքը կգային, մաղալը կվառենք։ Նորմալ կնշենք, իշնենք գետում։ Իսկ ինչ ես կարծում, որն ավելի լավ։ Այստեղ լինես ես աշխատանքով շատ բարձրացրվես, թե Երևանում նման աշխատանք անես։ Եթե փողի կարիք շատ ունես, բնականաբար գաստեղ որ ավելի շատ աշխատես, բայց Երևանում քո երկրում ես ավելի ձեռնտու է Երևանում։ Մենք հայերը սովորենք այդ խոպանացվածին, էլի։ Ամբողջ աշխարհում մենք սփռված ենք ու տարատեսակ աշխատանք ենք անում, տարատեսակ։ Սենց մի հետաքրքիր հումոր եղավ, ասում եմ, իսկական հայ տղամարդը պետք է տուն տարուսի, ծարձենքի, ворթի ունենա, ու այդ ամեն ինչը թողի գնա Ռուսաստան։ Հետաքրքիր է ժողովուրդ։ Հայարփին այնտեղ ինչ վիճակում է հիմա։ Լսի էսի եմ պարն է, որ անդադար ֆռում է։ Բայց ես էսի չեմ փորձի։ Դինոզավրա է ստղենք, դինոզավրա։ Յալլա հաբիբի։ Ոնց ես։ Տղամարդու պես։ Տղամարդու պես հոգնած։ Շատ հոգնած։ Շատ շոքայել չեմ կարող։ Հայրենին դե ծշիկների մեջ է։ Ելնեք հայրենին։ Բայց հայրենին sense գործ ոնց էր անելու։ Դե հիմա նախագծի կանոններն են այդպեսին չինգաչունգով պարտվել եմ, պետք է քաշենք։ Պատկերացնում ես հայրենին քելունգով գալեսի քանդել։ Աշխատի, աշխատի։ Շատ հետաքրքիր է, ինչի է կոչվում ձեր travel ընկերությունը Trip Grip։ Զարմանում եմ, որ նոր եք այդ հարցը տալի, որովհետև շատ են այդ հարցը տալի։ Trip գիտեք, նշանակում է անգլերեն ճանապարհորդություն, grip այստեղ ինքը մի քանի նշանակություն ունի, բայց այստեղ ոնց որ ճանապարհին սեղմված, այսինքն ճանապարհին կպչած, դիպչած ճանապարհին, այդպես ենք օգտագործել grip բառը այստեղ։ Ես իրոք հորդորում եմ բոլորին
խորհուրդ եմ տալիս բոլորին, անկեղծ իրոք կարող են օգտվել ձեր տուր ընկերությունից։ Դες հետաքրքիր որնա, որ նայում ես բան չեն կարել իրականում էլի մեծ։ Դե լավ նորմալ է պետք է։ Սաղում արդեն։ Հա, իսկական տղամարդու ձեռքերը պետք է մազոլների մեջ լինի, ասում եմ, մազոլի украшают мужчину։ Ռուսերեն ֆրազկա։ Лучше бы не украшали ախպեր։ Դες հետաքրքիր որնա, որ ես դուբայական շքեղությունը միշտ տենց ինչ որ շատ հրապուրիչ է թվում։ Մանավանդ որ նայում ես մեքենաներով, շքեղ մեքենաներով անցնող մարդկանց, հələ իրանց տեսանկյունից նայում ես, էլի, այսինքն մենք հաճախ վերևից նայում ենք այս աշխատանքին ու մտածում ենք, հա դες ինչ աշխատանք է։ Իրականում յուրաքանչյուր աշխատանք, որը ծառայում է այն նպատակին, որի համար դու պայքարում ես, ինքը գնահատելի է։ Քանի որ նպատակը, եթե դու ազնիվ անկեղծ ճիշտ արժեհամակարգով մարդ ես, նպատակը վատը չի կարող լինելու։ Եթե դու այդ նպատակին նվիրված ես անում քո գործը, ինքը մի օր քեզ տալու է արդյունքը։ Հիմա գիտես ինչն եմ պատկերացնում, որ տնեցիները զանգում են Վարդան ջան, մաման իրա ձենով։ Ցավսնում ցավդ։ Սենց։ Սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, մենք արդեն գտնվում ենք ապագայի թանգարանի դիմաց։ Ես շատ անհամբեր եմ, ճիշտն ասած, սա այն տեղերից մեկն էր, որտեղ որ ես իրոք շատ ուզում էի լինել։ Ինձ թվում է, որ մեզ այնտեղ սպասելու են շատ հետաքրքիր երևույթներ։ Չնայած ես մտածում եմ, որ հիմա էլ ապագայում էլ մի 50 տարի հետո էլ ես լինելու եմ նույն գեղեցկուհին, հուսամ միջև այդ ինչ որ նոր բաներ կմտածեմ, որ ոչ մի բան չփոխվի։ Էնպես որ պատրաստ եմ, ես գնացի, որովհետև իրոք էլ չեմ համբերում։ Գնացի։ Վախ ոտես։ Այ հորս շարը։ Արա ինչ Դուբայ, հա Դուբայ։ Վախ ոտես կպավ։ Սնգիտ կպավ։ Հա։ Բրծավ փող աշխատել է, վայ ջան։ Աստեղից կպավ։ Արտեց կպավ իջավ ներքև։ Ստեղ, հա։ Դե հիմա ինչ կներես սարայ, օրինակ չարի։ Տեսքից ոնց է բան չէ։ Տեսքից Այդ ձևա բռնում ես իարա։ Տեսքից անպայման բանը լիներ։ Լավ չէ։ Սենց է Դուբայը կներես էլի ազրնքը։ Ոչինչ, լավ դե հիմա։ Հիմա տենանք ինչքան փող ենք աշխատել։ Ամենա հետարքիր բանը։ Ասեմ ավելի վարդ, որ դու իմանաս որտեղ էի ապրում ես, որտեղ եմ ապրում ես, դու կարող ես այդքան չուզենաս է հիմա գնանք իմ մոտ։ Ավելի լավ մնանք գործ անենք, չէ։ Եկավ ժամանակը գումար ստանալու, տեսնենք ինչքան գումար ենք ստացել, ու ստայդում կհասկանանք, այդ գումարը մեզ բավարարում է, ինչ որտեղ գնալ Վարդանի ծննդյան կապակցությամբ, թե չէ։ Give me my money please. Yeah. Oh, thank you. 200 դիրհամ տվեց. Thank you so much. Շատ է Thank you so much my friend. Մարդը 100 դիրհամ է 20000 դրամ կարելի ասել։ Thank you my friend. We go. Պլյաշ։ Ալիա, գլկես մարդը։ Ապրե սավը տան եմ, մերսի։ Եթե մենք այնտեղ ուշադիր նայենք, կտեսնենք, որ հայտնվելու ենք 2071 թվական։ Իրոք էլի ոնց որ կոսմոսի կինոյի մեջ լինե։ 3, 2, 1 Շատ հավես է։ Հավեսը։ Ասում եմ, այն մեջտեղին է ես եմ, ու որ ամեն ինչ իմ շուրջ է պտտվում։
մեջք է կատարում։ Դե ինչ Վարդան ջան, սենց կարամ քեզ շնորհավորեմ ու նշենք ցավը տանը։ Իրականում էական չի, որտեղ ես նշում ճոխ միջավայրում, թե որտեղ իմ 38 տարիների լավագույն ծնունդներից մեկն է։ Դուբայի մեջ կտպավորվի իդեալական, կապ չունի ինչա ոնց է, իդեալական ծնունդ։ Կա ավելի ջերմ ու ավելի կարևոր մնայուն սեր, հարաբերություն, կոնկրետ մեր պարագայում մեր եղբայրական սերն ու հարաբերությունը։ Մենք գիտենք, որ մենք եղբայրներ ենք, մենք իրար սիրում ենք ու կարևոր չի որտեղ, կարևորը ում հետ եւ ինչ դրամաբանության մեջ կլինի դա։ Դե գնաց։ Մերսի լավ ծնունդի համար։ Կարամ ուտեմ, սոված եմ։ Հա ճշտով։ Հիմա մնում է հասկանանք, որ դենք մնալու քել։